Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկման ընթացքում մենք կքննարկենք այն աներևակայելի լարված եւ անսպասելի զարգացումները, որոնք արդեն իսկ սկսել են գլխի վայր շրջել մեր սիրելի հերոսների կյանքը։ Սերիալում իրադարձությունները զարգանում են այնպիսի արագությամբ, որ յուրաքանչյուր նոր դրվագ իր մեջ պարունակում է վտանգ, սեր եւ շոկային բացահայտումներ։ Սկսենք ամենալարված եւ վտանգավոր գծից։ Հունանը վերջապես որոշում է դեմ առ դեմ հանդիպել Արամին։ Նա կանչում է նրան իր մոտ եւ շատ սառը, ուղիղ տեքստով հայտարարում, որ ինքը երբեք չի հանդուրժի դավաճանությունը։ Հունանը վստահ է իր կասկածների մեջ եւ ասում է, որ իր աչքով է ամեն ինչ տեսել ու լսել։ Ուստի հենց հիմա կսպանի նրան։ Սակայն Արամը չի հանձնվում, նա փորձում է փրկել իրավիճակը, ասելով, թե Հունանն ամեն բան սխալ է հասկացել եւ աղաչում է իրեն մի փոքր ժամանակ տալ, որպեսզի կարողանա ապացուցել իր անմեղությունը։ Հունանը, չնայած իր կատաղությանը, որոշում է տալ նրան այդ ժամանակը։ Այս ծանր խոսակցությունից հետո Հունանը վերադառնում է տուն եւ ականատես է լինում մի տեսարանի, որը լիովին շոկի է ենթարկում նրան։ Տանը գեղեցիկ մեծ սեղան է բացված եւ ամենազարմանալին Իննան վերադարձել է։ Հունանը բացարձակապես չէր սպասում, որ իր այն դաժան պահվածքից ու վիրավորանքներից հետո Իննան երբևէ ոտք կդնի այդ տուն։ Բայց հենց Իննայի այս անսպասելի եւ նվիրված քայլն էլ կոտրում է Հունանի սառույցը։ Նա հետ է ընդունում կնոջը եւ նրանք հաշտվում են, փորձելով նոր էջից սկսել իրենց խարխլված համատեղ կյանքը։ Միևնույն ժամանակ Սարգսյանների ընտանիքում եւս հանգիստ չէ։ Դավիթը խիստ անհանգիստ է իրենց նոր բացվող բիզնեսի համար, քանի որ Նարեն բանկից չափազանց մեծ գումար է վերցրել։ Դավիթը գիշեր-ցերեկ մտածում է, թե արդյոք այդ ռիսկային բիզնեսն իրեն կարդարացնի։ Եվ արդյոք նրանք կկարողանան փակել այդ ահռելի պարտքը։ Քիչ անց Դավիթն ու Լեոն գնում են իրենց օբյեկտ եւ այնտեղ պատահաբար հանդիպում Լեային։ Բնականաբար Լեային տեսնելուն պես Լեոյի տրամադրությունը միանգամից փչանում է եւ հին վերքերը կրկին ցավեցնում են նրան։ Իսկ հիմա անցնենք մեր ամենաինտրիգային կանխատեսման իրականացմանը։ Ինչպես մենք արդեն նշել էինք մեր նախորդ տեսանյութերում, Մաշը իմանում է, որ ինքը հղի է։ Սկզբում նա մտածում է, որ չպետք է նման մեծ սխալ թույլ տար, բայց հետո նրա մեջ արտանում է մայրական բնազդը, եւ նա համոզում է ինքն իրեն, որ երեխան պարգև է եւ պետք է միայն լավը մտածել։ Մաշը ժպիտով ինքն իրեն ասում է, որ Գրիշոյին շատ մեծ անակնկալ է սպասվում։ Քիչ անց նա հանդիպում է Գրիշոյին եւ հայտնում հղիության լուրը։ Գրիշոն ուղակի շոկի մեջ է։ Նա կտրականապես հրաժարվում է հավատալ Մաշին, պնդելով, որ նա դիտավորյալ է անում։ Գրիշոն զայրացած պահանջում է, որ Մաշը ընդմիշտ հեռու մնա իրենից։ Բայց այսօրվա ամենահուզիչ եւ ճակատագրական պահը կապված է Վովայի հետ։ Վովան եւ մայրը ջերմ զրուցում են եւ Վովան շատ հարազատի պես է հիշատակում Սարգսյանների ընտանիքը։ Նա խոստովանում է, որ թեև Մանանը երբեմն սուր լեզու ունի, բայց ինքը նրա նկատմամբ ինչ որ անբացատրելի յուրահատուկ բան է զգում, իսկ տղաների ու պապիկի մասին նրա խոսքերն ուղղակի ավելորդ են։ Օլգան լսում է եւ մտածում, թե որքան մեղք է Վովան, որ այսքան ժամանակ մտերիմ է նրանց հետ, այդքան սիրում է նրանց ու չգիտի, որ նրանք իրականում հենց իր հարազատ ընտանիքն են։ Այս խոսակցությունից հետո Օլգան վերջնական որոշում է կայացնում ճշմարտությունն ասել որդուն։ Նա հանդիպում է Ավոյին եւ ասում, որ պետք է Վովային պատմի ամեն բան, որպեսզի տղան ինքը որոշի, թե ինչպես կվարվի իր հարազատների հետ։ Ավոն զարմանքից ապշում է։ Նա հասկանում է, որ իրավիճակը դուրս է գալիս իր վերահսկողությունից եւ շտապ պետք է մի բան մտածել Օլգայի բերանը փակ պահելու համար։ Ուստի Ավոն մի վտանգավոր խաղ է մտածում։ Նա նստեցնում է Օլգային իր մեքենան եւ ասում, որ հենց հիմա նրան կտանի Դավիթ պապիկի մոտ։ Սակայն ճանապարհին Ավոն այնպիսի ուժեղ հոգեբանական ճնշում է գործադրում նրա վրա, որ տեղ հասնելուն պես Օլգան կոտրվում է եւ մտափոխվում։ Նա խնդրում է Ավոյին արագ քշել եւ հեռանալ, բայց հենց այդ ճակատագրական պահին Դավիթ պապիկը դուրս է գալիս դարպասից եւ իր աչքով տեսնում Օլգային, Ավոյի մեքենայի մեջ նստած։ Պապիկը պարզապես շոկի մեջ է։
Իսկ այս երկուսը հիմա ստիպված են բացատրել, թե ինչ գործ ունեին միասին։ Իսկ դուք ինչ եք կարծում, ինչպես կարող են Ավոն և Օլգան արդարանալ Դավիթ պապիկի առաջ, և արդյոք այս միջադեպը կդառնա մեծ բացահայտման սկիզբը։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով մեկնաբանությունների բաժնում։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ ձեր կարծիքը։ Եվ իհարկե, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միշտ առաջինը տեղեկանաք սերիալի ամենաթեժ և սպասված զարգացումների մասին։ Շնորհակալություն դիտելու համար։